Խնդիրն ասում է, որ քառակուսու կողմերից մեկը մեծացրին, իսկ մյուսը փոքրացրին միևնույն չափով, և հարցնում է՝ մեծացավ, թե փոքրացավ պատկերի մակերեսը և ինչու։ Նախ եկեք սկզբի համար ինչ-որ օրինակի վրա հասկանանք խնդրի տրամաբանությունը։ Այստեղ ես պատկերել եմ 5-ը 5-ի վրա քառակուսի։ Դե հաշվենք այդ ամեն ինչը վանդակներով։ Սա կլինի մեր խնդրի լուծման համար առաջին քայլը, հասկանալ, թե ինչ է մեզնից խնդիրը պահանջում։ Լավ, եկեք ինչ-որ հատվածը դրենք և այդտեղից կտրենք, օրինակ, երկու վանդակից կտրենք այս մասից, դե եթե երկու վանդակ կտրում ենք, ուրեմն երկու վանդակ էլ պետք է ավելացնենք կողքից։ Եվ կգա այդ ամենը, կհավասարվի, մեր կտրածին, կստացվի մեր նոր ուղղանկյունը, ունի այս գագաթները։ Դե իրականում այստեղ մակերեսը հաշվելու համար շատ հարմար կլինի օգտագործել քառակուսիների քանակները։ Դե քանի որ մենք գիտենք, որ այս քառակուսիները ունեն նույն մակերեսները, ու ջուր իրար հավասար բոլորը, եկեք վերցնենք ու այս ամբողջ քառակուսին առանձին, ուղղանկյունը առանձին հաշվենք իրենց վանդակների քանակները։ Սա այսպես, և հիմա էլ հորիզոնական։ Հիմա հաշվենք նախ քառակուսու համար։ Դե քառակուսու համար իրականում հեշտ է։ 5 քառակուսի այսպես ունենք, 5-ն էլ այսպես, 1, 2, 3, 4, 5, կլինի 5 անգամ 5, հավասար 25 քառակուսի։ Իսկ ուղղանկյան համար էլի նույն եղանակով կհաշվենք։ Դե 3 հատ ունենք այս հատվածում և 1, 2, 3, 4, 5, 6, 7, 7 հատ էլ այս հատվածում։ Դե ուղղանկյան մեջ էլ կլինեն 3 անգամ 7 հավասար 21 քառակուսի։ Ինչպես նկատում եք, 25-ը մեծ է 21-ից, այսինքն քառակուսու մեջ եղած փոքր քառակուսիների քանակը ավելի շատ է, քան ուղղանկյան մեջ եղած փոքր քառակուսիների քանակից։ Հետևաբար, քառակուսու մակերեսը ավելի մեծ կլինի, քան ուղղանկյան մակերեսը։ Սա մենք իրականում ընկալեցինք տրամաբանությունը, ինչ-որ օրինակի վրա հասկացանք, թե ինչ է կատարվում, բայց այս փաստը մեզ պետք է կոնկրետ հիմնավորել, այսինքն ասել, թե ինչու է դա այդպես լինում։ Դե եկեք հիմա արդեն անցնենք խնդրի լուծման երկրորդ քայլին, ինչու է հենց կոնկրետ փոքրանում։ Դե էլի իրականում այստեղ մենք նույն բանն ենք անելու, կտրում ենք մի հատված և կողքից ավելացնում ենք։ Դե այս անգամ կարող ենք մեկ այստեղից կտրել, նշանակում է մեկ էլ պետք է ավելացնենք մյուս կողմից։ Արդյունքում մենք կստանանք հետևյալ գագաթներով ուղղանկյունը։ Սա և այս մի գագաթը։ Հիմա լավ, եկեք հասկանանք ինչ է կատարվում մեր ուղղանկյան քառակուսու մակերեսի հետ, այս կապույտ քառակուսու մակերեսը։ Սկզբում մենք նրա մակերեսից ինչ-որ հատված կտրում հանում ենք, իսկ հետո ավելացնում ենք ինչ-որ այլ հատված։ Հետևաբար մենք պետք է իրար հետ համեմատենք կտրված և ավելացված հատվածները։ Նայեք, հիմա մենք ունենք, որ կտրվել է նույն երկարությամբ հատված և ավելացվել է հենց այդ նույն երկարությամբ։ Այսինքն, եթե մենք առանձին դիտարկենք այս փոքր ուղղանկյունները, մեզ մոտ կստացվի, որ նրանց լայնությունները իրար հավասար են։ Ուրեմն մեզ մնաց համեմատել այդ փոքր ուղղանկյունների երկարությունները։ Դե երկարություններն էլ իրականում շատ ավելի հեշտ կարող ենք համեմատել։ Այս ավելացրած պլյուսով հատվածի ուղղանկյան երկարությունը հավասար է այս նույն երկարությանը, որն էլ ակնհայտ
փոքր է կտրված մասի երկարությունից։ Ինչու՞, որովհետև այսքանը քառակուսու կողմն է և այսքանը նույնպես քառակուսու կողմն է։ Իսկ քառակուսու կողմից հանած ինչ-որ կտորը ավելի փոքր է, քան հենց քառակուսու կողմը։ Դրա համար ստացվեց մեր հանած մասի մակերեսը ավելի մեծ է, քան գումարած մասի մակերեսը, որովհետև հանած կտրած կտորի երկարությունը ավելի մեծ է ավելացրած կտորի երկարությունից։ Իսկ նրանց լայնությունները նույնն են։ Մակերեսն էլ մենք գիտենք, որ լայնությունը բազմապատկվում է երկարությամբ։ Հենց դրա պատճառով է, որ մեր քառակուսու մակերեսը փոքրանում է, որովհետև նրանից մենք ավելի շատ կտրում ենք, քան նրան ավելացնում ենք։